Քանի որ Եվրանեստ խորհրդարանական վեաժողովի քարտուղարության հետ լուրջ խնդիրեր առաջացել, ես ուղղակի չհասցրեցի առաջի զեկուցման ժամանակ ստեղ լինել, դրա համար օգտագործեմ այս առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնության Հանրապետության կառավարության միջև 23 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրին անդրադառնալ։ Սիրելի հայրենակիցներ, այս գեղեցիկ անունը, որը կարող այն տպավորությունը թողնել, թե այս թղթով Հայաստանի կառավարությունը եւ Գերմանիայի կառավարությունը ել ավելի են սերտացնում համագործակցությունը եւ դա համապարփակ, խոր եւ ընդլայնված միջոցառումների համաձայնագիր է, ահա այս գեղեցիկ անվան տակ թաքնված է հերթական վարկային համաձայնագիրը 60 միլիոն եվրոյի կարգի սարսափելի ցածր կապիտալ, նույնիսկ կապիտալը չէ, սարսափելի ցածր դրամաշնորհ միասին։ Սա ընդունելի չի եւ մեխանիզմը կենտրոնական բանկը ներողություն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտք է վերցնում ցածր տոկոսով։ Հետո ինչ որ մի տոկոսով վարկ է տալիս կենտրոնական բանկին, հետո կենտրոնական բանկը ինչ որ մի տոկոսով վարկ է տալիս առևտրային բանկերին, հետո ինչ որ մի տոկոսով առևտրային բանկերը վարկ են տալիս վերջնական շահառուներին։ Բարդ ինչ որ մի հատ սխեմա քողարկված գեղեցիկ քաղաքականապես հնչեղ անվան տակ։ Այս համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականին։ Եթե հունվարի 1-ին ստորագրված ցներ, կասեի, որ համարյա 3 տարի է անցել, բայց համարենք 2.5 տարի է անցել։ Ինչի 2.5 տարի անցած նոր սա ներկայացվեց։ Միտքը շարունակեմ սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն 30 ամիս համարյա առաջ ստորագրված փաստաթղթի հետ կապված կան բազմաթիվ հարցեր եւ չեմ հասկանում ինչի կառավարությունը 23 թվականի ստորագրած համաձայնագրի մանրամասները չի դիտարկել, որովհետեւ նման դեպքեր էլի եղել են եւ գալի ասում են այսքանով վերցնում ենք սենց շահառուին հասնում է ենթադրենք 10%-ով 11%-ով։ Հիմա բան պապան 0.85% իհարկե լավ է, բայց ավանդների հետ որ համեմատում եք, պետք է եվրոն եվրոյի հետ համեմատեք։ Եվրոյով ավանդները 1.5% են, 2% են, ինչ են։ Եվ տարեկան այդքան է։ Դոլարը 3.5% է տարի ու կեսվան։ Սա եկեղեցուց ես եմ գալի Տերորդնյան պարոն Գաբրելյանն է ասում։ Այո։ Երկրորդը Հայաստանի բնապահպանության հիմնադրամը ինքը անդամակցում է թե կանաչ կլիմայի հիմնադրամին, հարմարվողականության հիմնադրամին եւ կարող է առանց միջնորդի այս ֆոնդերը ներգրավել եւ մենք ունենք բանկերում բնապահպանական նպատակներով կամ բնությանը չվնասող բազմաթիվ վարկային ծրագրեր, ինչ իմաստ ունի պետական պարտքը ել ավելի շատացնել եւ մի բան վերցնել, որի վերջնական արդյունքը չենք էլ կարողանում հասկանանք, ինչ իմաստ ունի այս ամեն ինչը։ Եվ քանի որ նաեւ ԱՊՀ մասին եւ ԵԱՏՄ մասին ասկար ներողություն, շարժկարս անդրադառնամ։ Այստեղից Նիկոլ Փաշինյանը այստեղից հայտարարեց, որ անխոչնդոտ անցում օրինակ, որ մենք տրամադրելու ենք Ադրբեջանին, մոտավորապես նույնն է, ինչ որ ԵԱՏՄ-ի հետ։ Պարոն Պապյան, ձեռքը դնելով ձեր խղճին, կասեք, հիմա մենք ԵԱՏՄ-ի հետ անխոչնդոտ հաղորդակցություն ունենք, բա մաքսատների առաջ այդ մեծ հերթերը, դժգոհությունները, QR կոդերը, դրանք անխոչնդոտության դրսևորումներ են։ Շնորհակալություն։